Հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության են զորամասում զինծառայող է մահացել, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են քննչական եւ վարույթային գործողություններ, հայտնել են քննչական կոմիտեից, սակայն այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս մասին հայտնել է փաստաբան Միեդում հայ գերիների ներկայացուցիչ Սիրյանոս Սահակյանը։ Նրա խոսքով հուլիսի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել գանգատ, որում նշված են կոնվենցիայի 8 հոդվածների ենթադրյալ խախտումները։ Սահակյանը հիշեցրել է, որ Բաքվի ռազմական դատարանը 2026 թվականի փետրվարի 17-ին Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչելով Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածով նախատեսված 41 դրվագով։ Փաստաբանի խոսքով դատավճիռը չի հիմնավորվել բավարար փաստերով ու ապացույցներով, իսկ Վարդանյանը հրաժարվել է բողոքարկել այն, համարելով դատավարությունը կանխորոշված եւ ներպետական իրավական միջոցներն անարդյունավետ։ Այդ պատճառով նա որոշել է պայքարը շարունակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ նվիրված սպորտ հայ անվանի ֆուտբոլիստեր Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ թեմային։ Հայփոստի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 380 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Արարատ ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին։ Նամականիշի վրա առկա է նաև 100-ամյակ եւ Նիկիտա Սիմոնյան գրառումները հայերեն եւ անգլերեն լեզուներով։ Հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը։ Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում, այս մասին հայտնել են Մայր Հայաստան կուսակցության մամլոյցարայությունից։ Կալանավայրում սկզբում որոշել են շտապօգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի եւ մահվան սահմանակագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը եւ շտապօգնություն չեն կանչել։ Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է եւ կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Տեղեկացնենք, որ Անդրանիկ Թևանյանը մինչև Կալանավայրում հայտնվել է, երբևէ չի ունեցել ճնշման եւ ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր։ Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է եւ գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի հսկողության ներքո, ասված է հաղորդագրության մեջ։ Բաքվի վերաքննիչ դատարանում 3 շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը, այս մասին տեղեկանում են ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Կողմերը հանդես են եկել ելույթներով, դատախազները հայտարարել են, թե առաջին ատյանի դատարանում իբր քրեական գործով բոլոր ապացույցներն ուսումնասիրվել են համակողմանի ամբողջական եւ օբյեկտիվորեն։ Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Ըմշամարտի Հայաստանի M17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք M17 տարեկանների աշխարհի առաջնությանը, հայտնում են ֆեդերացիայից։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Wildberries-ի 2 խոշոր լոգիստիկ կենտրոններին՝ Կրասնոդարում եւ Նևինոմիսկում։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմի խոսքով նախապես իրականացված տարհանման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ կորուստներից, սակայն կան վիրավորներ։ Պաշտոնական տվյալներով Կրասնոդարում տուժել է 3, իսկ Նևինոմիսկում 5 մարդ։ Նույն գիշերը հարձակման է ենթարկվել նաեւ Արմավիրի նավթաբազան, որտեղ բռնկված հրդեհը տարածվել է շուրջ 800 քառակուսի մետր տարածքում։ Թրամփը հայտարարել է չեղարկել այն գաղտնիության համաձայնագրերը, որոնք նախկին պետական ծառայողներին եւ կապալառուներին արգելել էին հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ տեղեկությունները։ Որոշումը վերաբերում է այն անձանց, որոնք կարող են օգտակար տվյալներ փոխանցել անհայտ անոմալ երևույթների ուսումնասիրությամբ զբաղվող պետական կառույցներին։ Այդ տեղեկությունները հնարավոր կլինի ներկայացնել ԱՌՕ-ին կամ նախագահի աշխատանքային խմբին, առանց իրավական պատասխանատվության վտանգի։ Սպիտակ տանը վստահ է նախաձեռնությունը կհեշտացնի նման դեպքերի հետաքննությունը։ Associated Press-ի տվյալներով Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը։ Այդ ցուցանիշը բարձր է Պենտագոնի հրապարակած պաշտոնական տվյալներից, որոնց համաձայն վիրավորվել էր 482 զինծառայող։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտնել էր, միայն վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել գրեթե 100 զինվորական։ Ներկայում հրապարակված տեղեկությունների համաձայն հակամարտության ընթացքում զոհվել է 18 ամերիկացի զինծառայող։
Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի զոհերի թիվը պաշտոնապես հասել է 5346-ի։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի ներկայացրած տվյալներով տուժել է 16740 մարդ, իսկ 6462-ին հաջողվել է փրկել։ Իշխանությունները հայտնում են ավելի քան 128000 ընտանիք արդեն ստացել է օգնություն, սակայն հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց բնակարանի։ Ժամանակավոր տեղավորման 107 ճամբարներում ապաստանել է ավելի քան 23000 քաղաքացի։ Աղետի հետևանքով վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը ամբողջությամբ փլուզվել են։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է. ամերիկյան զինված ուժերը գաղտնի շարունակել են Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ ուղեկցման գործողությունը։ Նրա խոսքով այդ գործողության շնորհիվ նույնիսկ Իրանի հարձակումների պայմաններում հաջողվել է անվտանգ անցկացնել շուրջ 500 միլիոն բարել նավթ։ Հեքսեթը նշել է, ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ վերահսկում է նավերի տեղաշարժը նեղուցով, սակայն գործողությունը գաղտնի էր պահվում։ Միաժամանակ նա ընդունել է Իրանը շարունակում է պահպանել առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու հնարավորությունը։ Վոլոդիմիր Զելենսկին ազատել է Ալեքսանդր Սիկորսկուն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել Միխայել Դրապատիին։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիկորսկուն Խարկովի եւ Կուրսկի ուղղություններով իրականացված գործողությունների ու Կիևի պաշտպանության ընթացքում ունեցած ծառայության համար։ Զելենսկին հայտնել է արդեն քննարկել է Սիկորսկու եւ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովի հետ լիազորությունների փոխանցման գործընթացը։ Նրա խոսքով Ուկրաինայի հիմնական նպատակը շարունակում է մնալ ռազմաճակատում այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը Ռուսաստանին կստիպի գնալ խաղաղության։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են ծրագրում են ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից։ Երկրի պետական առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ-Զեյուդին նշել է. արդեն իրականացվում է ռազմավարություն, որի նպատակն է այդ կախվածությունը հանգեցնել զրոյի։ Նրա խոսքով ներկայում կառուցվում է այլընտրանքային արտահանման երթուղի, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Բացի այդ, իշխանությունները ուսումնասիրում են նաև երրորդ արտահանման միջանցքի ստեղծման հնարավորությունը։ Նավթի արտադրության աճող ծավալները ապահովելու նպատակով նախարարը նաև ընդգծել է. Թուրքիա-Բասրա տրանսպորտային միջանցքի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ԱՄԷ-ի համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է. Չինաստանն ու Ռուսաստանը տարբեր մակարդակներում աջակցում են Իրանի գործողություններին ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության ընթացքում։ Նրա խոսքով Վաշինգտոնը տարբեր միջոցներով փորձում է զսպել այդ աջակցությունը, սակայն մանրամասները մնում են գաղտնի։ Հեքսեթը Սենատի լսումների ժամանակ նշել է, երկու երկրներն ունեն ներգրավվածություն Իրանի գործողություններում, թեև չի հստակեցրել դրա ծավալները։ Նույն հարցին պատասխանելի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը հրաժարվել է բաց նիստում ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ։ ԱՄՆ պաշտոնյաները թեմայի վերաբերյալ մանրամասները նախընտրում են քննարկել միայն փակ ձևաչափով։ Թրամփը հայտարարել է. Վաշինգտոնը ներկայում շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպում անցկացնելու հարցում։ Նրա խոսքով իրանական կողմը փորձում է նախաձեռնել բանակցություններ, սակայն ԱՄՆ-ն չի տեսնում դրա անհրաժեշտությունը, քանի դեռ Թեհրանը պատրաստ չէ առարկայական երկխոսության։ Թրամփը պնդել է իրանցի պաշտոնյաները ետնաբեմային շփումների ընթացքում հայտնել են հանդիպելու ցանկության մասին, ռազմական ծանր իրավիճակի պատճառով։ ԱՄՆ նախագահի խոսքով ամերիկյան զինված ուժերը լուրջ հարվածներ են հասցնում Իրանի ռազմական ներուժին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է. Իրանի հետ պատերազմի գնահատված արժեքը ներկայում կազմում է 37.5 միլիարդ դոլար, սակայն փորձագետների գնահատման վերջնական ծախսերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել։ Հեքսեթի խոսքով նշված գումարը ներառում են նաև ընթացիկ ռազմական գործողությունների եւ զորքերի պահպանման ծախսերը մինչև ֆինանսական տարվա ավարտը։ Այսօր տեղի ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցեց նախ ինքնաբացարկ հայտնած պատգամավորության տեխնատուների անունները, այնուհետև հերթականությամբ անուն առանուն ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքից պատգամավորական մանդատ ստացած տեխնատուների անունները։ ԿԸՀ նախագահը նշեց նաև, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններով ընտրված ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրն է օգոստոսի 2-ը ժամը 10:00։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում հաստատված արձանագրության համաձայն ԿԸՀ-ն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ազգային ժողովի պատգամավոր է գրանցել եւ մանդատ է տրամադրել 29 տեխնատուի։ Հայաստան դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը տատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Արթուր Օսիպյանի Facebook-յան էջից։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի ձերբարտություն հանդիսացող տվյալները հերքելուն եւ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, գրել է Օսիպյանը։ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ։ Բեռլինում գտնվող ԱՊԱ-թղթակցի փոխանցմամբ նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցումը նույնպես լայն տարածում է գտել։ Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին եւ դրական արձագանք ստացավ։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում։ Շնորհավորում եմ Հայաստանին եւ Ադրբեջանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Բեռլինից Report-ի թղթակցի փոխանցմամբ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը։ Խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը նույնպես կարեւոր են Հարավային Կովկասի համար։ Գերմանիա եւ Եվրամիությունը չափազանց հետաքրքրված են այս աշխարհքաղաքական կարևոր տարածաշրջանի կայունությամբ, ասել է Մերցը։ Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրերը հնարավորություններ են բացում երկրների միջև հարաբերությունները կարգավորելու եւ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը հաղթահարելու համար։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին դիմել է կազմակերպության գլխավոր քարտուղարին եւ անվտանգության խորհրդի նախագահին, պահանջելով դատապարտել Դարխովին միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի հարձակումը։ Իրանի ներկայացուցիչը նշել է, խաղաղ միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները անթույլատրելի են։ Իրավանին կոչ է արել ՄԱԿ-ին առանց հապաղման եւ կրկնակի չափանիշների կիրառման կատարել իր պարտավորությունները։ Նրա խոսքով հարձակումը տեղի է ունեցել ԱՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող օբյեկտի վրա։ Իրանը պահանջում է միջազգային կառույցներից վճռական արձագանք տալ տեղի ունեցածին։ Ռուսաստանում ընդլայնվում է այն հիմքերի ցանկը, որոնց դեպքում միգրանտները կարող են արտաքսվել երկրից։ Պետդումայի падգամավորներն ընդունել են համապատասխան փոփոխությունները օրինագծի երկրորդ ընթերցմամբ։ Նոր դրույթներով արտաքսման հիմք կարող են դառնալ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները, խտրականությունը, ինչպես նաեւ սահմանային ծառայության զինծառայողներին չենթարկվելը։ Օրինագիծը նախատեսում է խստացնել միգրացիոն վերահսկողության մեխանիզմները։ Փոփոխությունները դեռ պետք է անցնեն սահմանված օրենսդրական ընթացակարգերը։ Թրամփը հայտարարել է հաճույքով կփոխվեր տեղերով ֆուտբոլային աստղեր Լիոնել Մեսսի եւ Կրիստիանու Ռոնալդուի հետ։ Նա երկու ֆուտբոլիստներին անվանել է բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներ։ Թրամփի խոսքով նրանց կյանքն ավելի հեշտ է, քան իր քաղաքական գործունեությունը։ ԱՄՆ առաջնորդը նշել է, նույնիսկ մեկ ամսով պատրաստ կլիներ փոխել իր տեղը նրանց հետ։ Պակիստանում մուսոնային հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է եւս 9 մահվան դեպք եւ 3 վիրավոր։ Հունիսի 26-ից սկսված անձրևային սեզոնի ընթացքում տուժել է ավելի քան 120 մարդ։ Վնասվել է շուրջ 178 բնակելի տուն։ Փրկարար ծառայությունները շարունակում են աշխատել աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջ մղել խոսքի ազատության մասին միջազգային հռչակագիր։ Պոլիտիկոյի փոխանցմամբ նախաձեռնությունը կարող է հակասության մեջ մտնել Եվրամիության թվային ծառայությունների մասին օրենքի հետ։ Փաստաթղթի նախագծով առաջարկում է չպատժել մարդկանց, ապա տեղեկատվության կամ կեղծ տեղեկատվության համար, եթե դրանք ուղղակի բռնության կոչեր չեն պարունակում։ Վաշինգտոնը ցանկանում են, որ նախագիծը ստորագրվի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Եվրոպացի որոշ պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել։ Նախաձեռնությունը կարող է ազդել նաև ԵՄ այլ կարգավորումների վրա։ Եվրամիության եւ ՆԱՏՕ երկրները բազմիցս արտահայտել են իրենց ռազմական զորակազմը Ուկրաինա տեղակայելու մտադրությունը, եւ դրանք պարզապես հայտարարություններ չեն, այլ իրական ծրագրեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով եվրոպական վերջին քննարկումները։ Նրա խոսքով Ուկրաինայում եվրոպական ռազմական ներկայության հարցը մշակվում է ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ՆԱՏՕ-ում։ Պեսկովը շեշտել է խոսքը անիրական երազանքի մասին չէ, այլ գործնական նախաձեռնությունների, որոնք արդեն քննարկման փուլում են։
Ուկրաինական զինվորականների կողմից Տումբովի եւ Մոսկվայի մարզերում գտնվող Wildberries-ի պահեստներին հասցված հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Հիտանը։ Նրա խոսքով քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ միտումնավոր հարձակումները միջազգային իրավունքի տեսանկյունից ռազմական հանցագործություն են։ Միաժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ է անցկացնել լիարժեք եւ անկախ հետաքննություն։ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտնել է Ֆարս գործակալությունը, հուղում անելով իր աղբյուրին։ Ըստ հրապարակման, ամերիկյան հարվածների շարունակման պայմաններում նեղուցով նավերի անցման համար որևէ թույլտվություն չի տրվելու։ Նշվում է, իրավիճակը չի փոխվի, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել իր ռազմական գործողություններից տարածաշրջանում։ Իսրայելը շահագրգռված չէ միանալու ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։ Նրա խոսքով ներկայիս իրավիճակը, երբ Վաշինգտոն եւ Թեհրանի միջև հակամարտությունը սահմանափակ բնույթ է կրում, Իսրայելի համար անընդունելի է։ Սմոտրիչը շեշտել է, Իսրայելը չի ձգտում ընդլայնել իր ներգրավվածությունը ստեղծված իրավիճակում։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հայտարարել է, Ուկրաինային առաջիկա ամիսներին հատկապես Աշտանն ու Ձմռանը բարդ իրավիճակ է սպասվում։ Նրա խոսքով Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը զգալիորեն մաշված են, իսկ պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները չեն բավարարում առկա պահանջներին։ Նախարարը հանդես է եկել Եվրոպայում հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրությունն ընդլայնելու օգտին, հետագայում դրանք Ուկրաինային մատակարարելու նպատակով։ Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող եւ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Արաքելյանը ԱԺ падգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Արաքելյանը ուժեղ Հայաստանի խորհրդարան անցած 29 падգամավորներից մեկն է։ Որոշումը կայացվել է թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, թե քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իմն է, լրագրողների հետ զրույցում ասել է Արաքելյանը։ Դատախազը 2026 թվականի հուլիսի 21-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ հակակոռուպցիոն դատարան է հանձնել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու ԴՂ-ն նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող ԱՄԻ, դաշինքի համակիր ԱՍԻ եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշարք տալ ընտրողներին ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ԴՂ-ն ԱՍԻ-ին փոխանցել է 1.400.000 դրամ ընտրակաշարք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշարքի գումարը բաշխելու եւ ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը ԴՂ-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է ԱՄԻ-ին։ Դատախազության ներկայացրած միջնորդությունը վերաբերում է ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Նարեկ Կարապետյանին падգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով այսօր ժամը 17:00-ին նախատեսված է դատախազության միջնորդության քննությունը, սակայն մինչ այս պահը որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվել։ Սա Նարեկ Կարապետյանի վերաբերյալ այն նույն վարույթն է, որը մեկ անգամ արդեն ներկայացվել էր ԿԸՀ։ Այդ ժամանակ արտահերտ նիստ էին գումարել, որի մասին որևէ մեկը տեղեկացված չէր։ Իսկ ԿԸՀ-ն այն հետ էր ուղարկել, նշելով, որ հարցը չի մտնում իր իրավասության շրջանակում։ Սա հերթական քաղաքական հետապնդման եւ միջամտության դեպքն է։ Մեղմ ասած, սա իրավունքի նկատմամբ ծաղր է, ասել է Վարդևանյանը։ Իրավապահ մարմինները տեղեկացված լինելով, որ ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը նույն օրը պետք է ստանա падգամավորական մանդատ, աննախադեպ արագությամբ նրա գործն ուղարկել են դատարան։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանի գնահատմամբ տեղի ունեցածը իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հերթական դրսևորումն է։ Դավիթ Ղազինյանը հերթական անգամ բախվել է իրավունքի նկատմամբ նսեմացնող, ինչ որտեղ նույնիսկ ծաղրական
սոցիալական վերաբերմունքի։ Սա աբսուրդի նոր նշաձող է, ասել է Վարդևանյանը։ Նրա խոսքով բոլոր գործողությունները կազմակերպվել են այնպես, որպեսզի միջև ԿԸՀ նիստը, որի ընթացքում բաշխվելու էին падգամավորական մանդատները, քրեական գործը հասցվի դատարան։ Նպատակն այն էր, որ ԿԸՀ նիստից հետո, երբ արձանագրվի, որ Դավիթ Ղազինյանն արդեն падգամավոր է եւ չի կարող գտնվել կալանքի տակ, դատախազությունը հայտարարի, թե այլևս իրավասություն չունի վերացնելու նրա կալանքը, նշել է Արամ Վարդևանյանը։ 2003-ից 2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու մեջ։ Քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Ըստ դատախազության նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելով մասնակցել է Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող օտարման ոչ ենթակա երկու պետական հողամասերի ապօրինի օտարմանը։ Հողամասերը, որոնք նախատեսված էին համաքաղաքային զբոսայգու ստեղծման համար, վաճառվել են երկու հասարակական կազմակերպությունների, յուրաքանչյուրը 98,856 միլիոն դրամով։ Դատախազության գնահատմամբ դրա հետևանքով Երևանը զրկվել է նոր կանաչ գոտիներ ստեղծելու հնարավորությունից, իսկ հանրային տարածքները դարձել են մասնավոր սեփականություն։ Նույն քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Եր Զ-ին եւ քաղաքապետի երկու նախկին պաշտոնատար անձանց։ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, թե Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, որի արդյունքում համայնքին պատճառվել է 24 միլիոն 890 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։ Ի դեպ, հիմա ընթանում է մանդատների հանձնման արարողությունը։ Ասլանյանը ցուցակում 7-րդն է։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է թագավորական նավատորմը հետևել է ռուսական ռազմանավի մարտական կրակոցների վարժանքներին, որոնք անցկացվել են Պլիմութից մոտ 40 ծովային մղոն հարավ գտնվող միջազգային ջրերում։ Ռուսական կողմը նախապես տեղեկացրել էր Հեմստայն պարեկային նավի կրակոցների մասին եւ խնդրել անվտանգ հեռավորության վրա տեղափոխվել, ինչը կատարվել է, վարժանքը տևել է շուրջ 30 րոպե։ Լոնդոնը հայտարարել է շարունակել ուշադիր հետևել ռուսական նավի գործողություններին։ Բրիտանական կողմը նաեւ ընդգծել է, պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանել երկրի ազգային անվտանգությունը։ Իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի հարավային մի շարք շրջաններ, այդ թվում Քֆար Թիբնիտը, Նաբաթիե Ալ-Ֆավքան, Ալի Թահեր բարձունքները, Անսարը, Դոհատ, Քֆար Ումանը եւ Էլ Մանսուրին։ Լիբանանյան ռազմական աղբյուրի փոխանցմամբ իսրայելական զինվորականները նաեւ պայթեցրել են բնակելի տներ եւ ենթակառուցվածքներ Քֆար Թիբնիտում եւ Զուտար Ալ-Ղարիբիայում։ Նշվում է, որ Զուտար Ալ-Ղարիբիայում Իսրայելը մշտական դիրքեր չունի, սակայն պարբերաբար զրահատեխնիկա է մտցնում մինչեւ 6 կիլոմետր խորությամբ, դրանից հետո ուժերը վերադառնում են իրենց դիրքեր։ Գնդակոծությունների հետևանքների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել։ Թուրքիայում արգելված Հիզմետ ահաբեկչական կազմակերպությունը մի քանի անգամ փորձել է սպանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մինչև 2016 թվականի հեղաշրջման փորձը եւ դրա ընթացքում Թոշակարու բրիգադային գեներալ Իբրահիմ Բույուկբաշի խոսքով առաջին մահափորձը նախատեսված էր զորավարժությունների ժամանակ, սակայն հետախուզությունը բացահայտել էր կասկածելի հանգամանքներ եւ նախագահի մասնակցությունը չեղարկվել էր։ Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել նաեւ ռազմական շքերթի ընթացքում մահափորձի նախապատրաստման մասին, Անվար Սադաթի սպանության սցենարով։ Էրդողանի դեմ հերթական մահափորձը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը Մարմարիսում, սակայն նա ժամանակից շուտ հեռացել է հյուրանոցից։ Ըստ Բույուկբաշի այդ գործողությունների հետևում կանգնած է եղել հենց Հիզմեթը։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է հարվածել է Քուվեյթում Ալի Ալ-Սալեմ ռազմաօդային բազայում գտնվող ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարին։ Մի քանի MQ-9 անօդաչու ոչնչացվել կամ լուրջ վնասվել են։ Իրանական կողմը նաև պնդում է ոչնչացվել են հեռահար ռադար, կապի կենտրոն, արբանյակային կապի համակարգեր եւ հակահրթիռային պաշտպանության ռադար։ Ըստ հաղորդագրության գործողությունը պատասխան է եղել Իրանի տարածքում ԱՄՆ-ի նոր ռազմական հարվածներին։ Ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս հայտարարությունները։
Wall Street Journal-ը հաղորդում է, ԱՄՆ-ն դժվարանում է պաշտպանել մերձավոր արևելքում տեղակայված շուրջ 50,000 զինծառայողներին Իրանի հրթիռային եւ անօդաչու սպառնալիքներից։ Հուլիսի 18-ին հրամանատարությունը հայտնել էր Հորդանանում իրանական հարձակման հետևանքով 2 ամերիկացի զինծառայողի մահվան մասին։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով այդ հարվածը 3 առանձին հրթիռային գրոհներից մեկն էր, որոնք իրականացվել էին 1 օրվա ընթացքում։ Թերթը նշում է, մի քանի հրթիռներ կարողացել են հաղթահարել ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ պարբերականի սա ցույց է տալիս, թե որքան բարդ է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը Իրանի շարունակվող ռազմական հնարավորությունների պայմաններում։ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած պայթյուններից հետո 2 նավթատար հրդեհվել եւ կանգ են առել։ Նավերը ներկայացվել են որպես խախտող նավթատարներ։ Նաեւ նշվել է ԱՄՆ ռազմական գործողությունների շարունակման պայմաններում Հորմուզի նեղուցը կմնա փակ։ Իրանական կողմը հավելյալ մանրամասներ չի ներկայացրել հրդեհների պատճառների կամ վնասների վերաբերյալ։ Միջազգային աղբյուրները դեռևս պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունները։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Մոսկվան որևէ ակնկալիք չունի Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ։ Նրա խոսքով Էնդրի Բըրնհեմի վարչապետ դառնալը չի փոխում Ռուսաստանի գնահատականը երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին։ Լրագրողների հարցին արդյոք Կրեմլը հույս ունի նոր կառավարության հետ հարաբերությունների փոփոխություն, Պեսկովը կարճ պատասխանել է. ոչ, մենք նման հույսեր չունենք։ Վենեսուելայի կառավարությունը հայտնել է ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5278-ի, վիրավորվել է 16740 մարդ, իսկ 6462-ը փրկվել են փրկարարական աշխատանքների ընթացքում։ Ժամանակավոր ճամբարներում տեղավորվել է ավելի քան 23000 մարդ, մինչդեռ շուրջ 18000 բնակիչ շարունակում է մնալ անօթևան։ Պաշտոնական տվյալներով վնասվել է 856 շենք, որոնցից 190-ը ամբողջությամբ փլուզվել են։ Աղետի գոտում շարունակում են աշխատել շուրջ 65,000 փրկարարներ, կամավորներ եւ օտարերկրյա մասնագետներ։ ԱՄՆ բանակը նախաձեռնել է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման հնարավորություններով դյուրակիր ազդանշանային հետախուզական համակարգերի ձեռքբերման գործընթաց։ Ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն Պենտագոնը փնտրում է 40 նման համակարգերի մատակարարներ։ Դրանք պետք է աշխատեն 20 մեգահերցից մինչև 8.5 գիգահերց հաճախականությունների տիրույթում եւ ներառեն բարձր ճշգրտության ուղղության որոշման ալեհավաքներ ու լրացուցիչ սարքավորումներ։ Համակարգերը նախատեսվում է համալրել արագ տեղակայման եւ բարձրացման մեխանիզմներով։ Նշվում է հրապարակված փաստաթուղթը տեղեկատվական բնույթ ունի եւ դեռևս պաշտոնական մրցույթ չէ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հրավիրվել է լրացուցիչ հարցաքննության, սակայն քննիչները չեն հայտնել, թե կոնկրետ որ դրվագով են նախատեսում հարցաքննել նրան։ Նրա խոսքով այս պահին քննվում են խարդախության, փողերի լվացման եւ հարակից մեղադրանքներին վերաբերող դրվագները։ Սարգսյանը շեշտել է, որ հարկային մեղադրանքը դատախազությունը դադարեցրել է այն ապօրինի լինելու հիմքով։ Փաստաբանի խոսքով պաշտպանական կողմը քննությանը ներկայացրել է բազմաթիվ փաստաթղթեր եւ պատրաստվում է ներկայացնել նոր ապացույցներ եւս։ Նա նաեւ պնդել է, որ քննությունը բավարար ուշադրություն չի դարձնում իրենց ներկայացրած փաստաթղթերին եւ դրանք չի դիտարկում որպես լիարժեք ապացույցներ։ Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի գործարկումը զգալիորեն կկրճատի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը։ Նրա խոսքով նոր երթուղին նաև կնվազեցնի սահմանային անցումների թիվը, ինչը կդարձնի բեռնափոխադրումները ավելի արագ եւ արդյունավետ։ Գուրբանովը նշել է, որ առաջնահերթություններից մեկը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն բարձրացումն ու թվայնացումը։ Նա նաև ընդգծել է, որ նախատեսվում է ինտեգրել այլ միջազգային տրանսպորտային միջանցքներում կիրառվող նոր արարական լուծումները։ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույսները հայտարարել են, որ արդեն 3 ամիս է գտնվում են ծանր ֆինանսական ճգնաժամի մեջ եւ իշխանություններից ստանում են միայն խոստումներ։ Նրանց խոսքով յուրաքանչյուր անգամ հերթական բողոքի ակցիայից առաջ առաջարկվում է հանդիպում, սակայն խնդիրը չի լուծվում։ Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են 1 ամիս եւ ավել ապրել կառավարության շենքի դիմաց, տեղադրելով վրաններ եւ նույնիսկ ձուկ տեղափոխել բեռնատարներով։ Նա նշել է, որ այլևս վստահություն չունեն իշխանությունների խոստումների նկատմամբ եւ պահանջում են հստակ լուծումներ։
Եղանակ առաջիկա օրերին հուլիսի 22-ից 23-ի եւ 25-ի առավելապես կեսօրից հետո 24-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Հուլիսի 22-ից 26-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, 24-ից 26-ը նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։